Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Եթե նկատեցիք, սեղանին դրված է մթերքներ, որոնք հուշում են, որ այսօր աղանդերների օր է, եւ այսօր այդ օրը մեզ օգնելու է իր ներկայությամբ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, համար 9 արհեստագործական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայի ուսուցման վարպետ Աննա Ենգոյանը։ Ողջույն Աննա։ Բարև ձեզ։ Ինչպես ես։ Շատ լավ, դուք։ Լավ, Բրեժնևը այսքան կոչումներ չունեն, ինչքան լավ եմ շատ եւ ուրախ եմ, որ մենք աղանդեր ենք պատրաստելու, ինչու որովհետեւ մեր հերոստատողը միշտ ուզում է, որ լինի բազմազանություն եւ հատկապես մեր խոհանոցում աղանդերներին ուշադրությունը մի քիչ կարծես թե պակաս է եւ ցանկալի է, որ ավելի շատ դեսերտներով զբաղվենք աղանդերներով։ Այո, այսօր կպատրաստենք երկու տեսակի աղանդեր։ Մեկը կլինի թխվածքաբլիթներ, սուրճի տեսքով։ Մյուսը իտալական ծագում ունեցող աղանդեր է, որը կոչվում է պերա ուգրիակա, թարգմանաբար նշանակում է հարբած տանձ։ Հիանալի։ Եվ նաև ես ձեզ կհյուրասիրեմ սուրճով, սուրճի մի տեսակով, որը ինձ թվում է ծանոթ չի ձեզ։ Ների իտալական է երևի։ Չէ, ուղղակի տեսակներից է։ Տեսակներից, շատ լավ։ Ես վստահ եմ, որ Իտալիայում գիտեն օրինակ հալվան շիրակի ձևով։ Իրանք տեղյակ են երևի, չէ՞։ Թե չէ։ Հուսանք։ Գնացինք, ինչով պիտի ինչ կարող եմ։ Հիմա սկսենք պատրաստել թխվածքաբլիթը, այնուհետև կանցնենք մյուս աղանդերին։ Խմոր ենք պատրաստել։ Այո։ Հիմա մեզ պետք է ձուն կոտրել, դեղնուց առանձնացնել սպիտակուցից։ Եվ շարունակենք պատրաստելը։ Շատ լավ։ Դեղնուց այստեղ, չէ՞։ Այո, դեղնուց այդ կողմը։ Լավ, Աննա ջան, իսկ տես ուսումնական process-ի ղեկավար դա ինչ է նշանակում։ Այն մեր հերոստատողները հասկանան, ինչ ասել է process-ի այդ ղեկավարը։ Նախ խմբի ղեկավարն ենք, արտադրական ուսուցման վարպետները, նաև սովորեցնում ենք խոհարարություն եւ զբաղվում ենք բոլոր արդեն ընթացիկ հարցերով, պրակտիկայի համար զբաղվում ենք, որտեղ պետք է անցկացնել իրենց պրակտիկան։ Այդպես, ամբողջ ծանրությունը մեր վրա է լինում։ Այսինքն ուսանողների ամենամտերիմ մարդն։ Այո։ Այդպես կարելի ասել, չէ՞։ Խնդրեմ, սպիտակուցը եւ Հիմա դեղնուցին պետք է ավելացնենք 120 գրամ շաքարավազ։ Հետո պետք է հարենք հարիչով։ Այնուհետև հերթականությամբ կավելացնենք արդեն ինչ մեզ հարկավոր է։ շատ լավ։ Ես հիմա հարեմ։ Այո։ Սպիտակուցը օգտագործելու ենք։ Չէ, սպիտակուցը մեզ պետք չի գալու։ Գնաց։ Բայց այո։ Պարոն Մամուլյան, դուք լսել եք սուրճի լեգենդի մասին։ Սուրճի լեգենդի։ Այո։ Չէ։ Ուրեմն սուրճը հայտնաբերվել է 850 թվականին։ 800, ոչ 1000։ Չէ, 850 թվականին մի հովիվ Կաֆա այդ սև սուրճը մի հովիվ բարձրացել է իր այծերին արածելու եւ արածելու ընթացքում սկսել են ուտել տերևները սրճենու եւ ակտիվացել են այծերը, չի հասկացել հովիվը ինչն է պատճառը, որ ակտիվանում են։ Հետո անընդհատ տարել է հենց այդ նույն հատվածում են արածել եւ հասկացել է, որ սուրճի տերևներից է դա։ Այդ կաֆեին եղել այդ Եթովպիայի կաֆա հանդամասն է կարծեմ, այո։ Այո։ Այդքանը լսել էի, որ այդտեղ է։ Փաստորեն գտել են այծերը։ Այծերը, այո։ Ահա։ Եվ ասում են, որ սուրճը խմելուց հետո 30 րոպե պետք է անցնի, որ կարողանա կաֆեինը ազդել օրգանիզմի վրա։ Այսինքն նույն ազդեցությունը ակտիվության լինում է միայն 30 րոպե հետո մարդու, արդեն որ օգտագործում ենք։ Հիանալի։
Ահա, ինձ թվում է սա բավարար է արդեն հարել է։ Նորից հիշեցնենք ձվի դեղնուցը եւ 123 ձվի դեղնուց եւ 120 գրամ շաքարավազ։ Շաքարավազ։ Հիմա պետք է ավելացնենք 1 պտղունց փխրեցուցիչ, 1 պտղունց աղ։ Եվ հեսա նորից հերթականությունը կասեմ։ Ահա, փխրեցուցիչն ենք ավելացնում։ Լոտուս։ Այո։ Ապրանքանիշի աղն է։ Ավելացնում ենք 35 գրամ թթվասեր։ Այ այդտեղ է մեր։ Սա արդեն կշռած է, հա? Այո։ Աննա ջան, որպես մասնագետ ես ուզում եմ իմանալ, դու շատ ավելի հաճույքով աշխատում ես աղանդերների հետ, թե հիմնական կերակուր կամ խմիչ կամ որ թե ընդհանրապես աշխատանքն է քեզ ոգևորում, թե կան ոլորտներ, կան որոշ մասեր։ Ինձ աշխատանքն է շատ ոգևորում։ Ընդհանուր խոհանոցի աշխատանք։ Ընդհանուր, այո։ Եվ նաև ոգևորում են աշակերտները։ Պարզ, ես տեսել եմ Իրենց արդեն։ համար։ Ահա, նորից շարունակում ենք քարել։ Պետք է ավելացնենք այստեղ դարչին, լուծվող սուրճ, որ հենց ստանանք մեր թխվածքաբլիթի տեսքը, սուրճի տեսք պիտի ունենա, դրա համար գույնը եւ համը պետք է ապահովենք։ Իսկ բույրը։ Այո, բույրն էլ։ Սուրճի բույրով։ Այո։ Ինձ թվում է բավարար է սա։ Ավելացնենք Աչքաչափով եւ կարծես թե մոտավորապես 10-12 գրամ բան գնաց այդտեղ։ Հա։ Եվ ավելացնենք լուծվող սուրճը։ Այստեղ ունենք շաքարավազ, չէ, աղ, մնաց Եվ նարինջ։ պետք է ավելացնենք մեր հովանավորի տրամադրած յուղը։ Յուղը Այո։ բոյարսկո է։ Այո։ 1 ճաշի գտալ Հալացի յուղ յուղ։ ավելացնենք։ Այսքանը բավական է։ Սա էլ այսպես։ Նորից շարունակենք հարել։ Եվ պետք է վերջում ավելացնենք 210 գրամ ալյուր։ Ալյուրը պիտի արդեն ունցենք։ Հա, ալյուր ավելացնելուց հետո այլևս հարիչը չենք օգտագործում։ Ալյուր ավելացնելուց հետո պետք է արդեն հունցենք սեղանի վրա։ Հիմա այստեղ Այո։ ավելացնենք։ Իսկ ալյուր պահենք, որ սեղանի վրա Չէ, պետք չի գալու։ պետք չի գալու։ Չէ, չկպչող խմոր ենք ստանալու։ Իսկ ինչ կարծիքի ես այն ասացվածքին, որը մեզ հուշում է, որ ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով։ Այո, ճիշտ եք ասում։ Այո, Հիմա բոլորը իրենց գործով են, չեն զբաղվում։ Չէ։ Չէ։ Ոնց։ Մենք, այո։ Բոլորը աշխարհի Չէ, բոլորը Հայաստանում ամեն ինչից գիտեն, բուրում հարցնում ես ամեն ինչից գիտեն եւ կերակուր կպատրաստեն եւ երաժշտությունից եւ արվեստներից եւ քաղաքականությունից եւ դիվանագիտությունից եւ ռազմական գործերից Դա բոլորը մեր ազգային հատկություններից է։ լավ ենք ապրում։ Օրինակ ես խմոր ինչու ես խոսակցությունը բացեցի, խմորը ես չեմ կարողանում պատրաստել, հենց դեռ սկզբից էլ Անհնար է, պարոն Մամլյան։ Չէ, ալուրի հետ Հա, չեք չէի սիրում սիրում, չեմ սիրում աշխատել եւ յուրաքանչյուր անգամ երբ որ առիթ է լինում խմորեղենի, ես արդեն ձեռնը պահեմ մնում։ Մեր հերոստատիտողներին մենք կարող ենք արդեն հուշել, որ պիտի հունցենք, դնենք սառնարան, կես ժամ մնալու է, կես ժամ հետո կհանենք, արդեն կաշխատենք, Արդեն կտեսնենք աշխատել։ Եվ հիմա մենք կպատրաստենք մեր սաղանդերը։ Մեզ այս աղանդերի համար հարկավոր է, որ գինին եփվի, հասցնենք եռմանջերմաստիճանի, այնուհետև տեղափոխենք արդեն տանձերը, կեղևազրկած պետք է տեղափոխենք գինու մեջ։ Այո, շատ։ Բայց մեր գինու մեջ կավելացնենք դարչին,
Դարչին, մեխակ, ես տեսնում եմ, այո։ Դարչին, մեխակ, մի քանի հատ։ Եվ կթողնենք մինչև նաև պետք է ավելացնենք նարինջի կեղև։ Ես հիմա կեղևը կհանեմ եւ ձեզ կխնդրեմ, պարոն Մամուլյան, որ հեռացնեք պոչը, միջուկը, կորիզներն էլ հետը։ Հեռացնեք տանձի։ Իսկ սա այսպես։ Այո։ Շատ լավ է։ Բավական է։ Այո, բավական է։ Սա էլ այսպես։ Վերջ, պետք է սպասենք, որ եռա։ Պետք է։ Տանձի միջուկը, միջև վերջ, պիտի։ Հա, եթե կարելի է մինչև վերջ, այո։ Նաև պետք է կեղևը հեռացնենք, բայց այնպես պետք է հեռացնենք, որ պոչիկին չվնասենք, որովհետև շատ գեղեցիկ է լինում պահպանված պոչիկով, այսինքն մինչև վերջ չենք մաքրի, կթողնենք կեղևից մի հատված, որ պինդ մնա։ Պարոն Մամուլյան, այդտեղ կավելացնեք 3 ճաշի գդալ շաքարավազ։ Իհարկե։ Խառնեք։ Եվ պետք է տանձերը զգուշությամբ իջեցնենք գինու մեջ։ Ահա, այսինքն այստեղ մենք ունեցանք գինին, բնականաբար ունեցանք դարչինը, մեխակը, նարինջի կեղևը, ցեդրան, որ ասում ենք, շաքարավազ եւ տանձերը պիտի իջեցնենք այդտեղ։ Վերջ, արդեն եռում է, մի փոքր կիչացնենք ջերմաստիճանը։ Այո։ Եվ տանձերը կտեղափոխենք արդեն եփվելու։ Եվ պիտի տեսնենք, թե այսինքն վիզուալ պիտի տեսնենք եփվեց, թե չէ, փափկեց։ Այո։ Պետք է շոշափենք, տեսնենք, եթե փափկել են, եւ ընթացքում անընդհատ պետք է շրջենք, որ ամբողջովին ծածկվի եւ ոնց որ հասկացանք, նաեւ պիտի խտանա, դառնա սոուս գինու, տանձի, դարչինի, մեխակի եւ կիտրոնի, նարինջի։ Շատ համեղ է լինում։ Ես կարծում եմ այստեղ մի ոչ պակաս քան 20-30 րոպե պիտի Այո, մեզ պետք է գա այդքան ժամանակ։ Այո, իսկ այստեղ ինչ ենք անելու, այս ընկույզը։ Ընկույզը պետք է արդեն ձևավորենք։ Ահա, ընկույզը եւ խտացրած։ Նաեւ, չէ, խտացրած կաթը ձեր սուրճի համար է։ Հիանալի։ Լավ, մենք այնուամենայնիվ ընդմիջվենք 30 րոպե հետո արդեն կարծեմ արդեն պատրաստ կլինի եւ Այո, պատրաստ կլինի։ Խմորը սառնարանից հանեցինք, արդեն խմորվել է, այսպես ասենք, ասում ենք հանգստանալ, ուրեմն խմորվել է։ Հիմա ինչ ենք անելու։ Հիմա թաղանթը կհեռացնենք վրայից։ Իսկ վառարանը մենք ջերոցը 170 աստիճան 10 րոպե պետք է թխվի։ Միացնենք։ Շատ արագ թխվող խմոր է եւ խրխրտան թխվածքաբլիթներ ենք ստանալու։ Խրթան։ Այո։ Իսկ չխրթանը որն է։ Հապուկ։ Չխրթանը չխրթման է։ Հիմա հավասար մասերի ենք բաժանում խմորը։ Եվ սկսում ենք ձևավորել։ Խմորը պիտի ձևավորենք դե։ Այո։ Պետք է սուրճի տեսք տանք խմորին։ Սուրճի։ Այո, սուրճի հատիկների։ Իջել իջեցնենք, չէ՞ երևի, թե չէ։ Այո։ Շրջենք տանձերը, բայց դեռ ոնց որ չեն հարբել։ Պետք է ուշադրել լինենք, որ հարբել։ Հիմա ձևավորում ենք խմորը։ Այո։ 170։ Եվ քանի րոպե։ 10 րոպե բավարար։ 10 րոպե։ Այդպիսի սուրճ է։ Խոշորացրած սուրճ։ Այո, խոշոր սուրճ պիտի պատրաստենք։ 170 աստիճան 10 րոպե։ Եվ արդեն կարող ենք տանձերը տեղափոխել։ Տանձերը տեղափոխենք արդեն։ Չեմ փափկել։
Դեր կարծում եմ խմորի հետ հենց միասին արդեն պատրաստ կլինի։ Լավ, թող մնա։ Մենք ինչ էիր խոսք տվել, սուրճ էիր սուրճը, խոսք տվել, այո։ կարծեմ։ Սովորաբար մենք ինչպես նշեցինք, ամեն անձին 1 գավաթ ջուր Այո։ եւ 1 թեյի գտած սուրճ ենք։ Հա, բայց այս պարագայում օգտագործում ենք 2 բաժակ ջուր եւ 2 թեյ գտալ սուրճ։ Օգտագործենք։ Եփվելուց հետո սուրճը պետք է թորենք։ Ներողություն։ Պետք է անցկացնենք ցանցով սուրճը պատրաստ լինելուց հետո։ Նստվածքը արդեն մնում է ցանցի վրա եւ ստացվում է, որ մենք թորել ենք սուրճը։ Կրակի։ Փաստորեն ավելի օգտակար, ավելի թեթև։ Ահա։ Եվ պատրաստ լինելուց հետո կավելացնենք 3 թեյ գտալ խտացրած կաթ եւ շատ հետաքրքիր համ է ունենում։ Կփորձեք։ Լավ։ Ահա, պատրաստ է։ Ու սուրճը պատրաստ է արդեն։ Ինչ եմ անում։ Մի հատ էլ եռա։ Դուք կպահեք ցանցը։ Ցանցը այստեղ։ Այո։ Հիմա կանցկացնենք ցանցով։ Կարող ենք այս գործողությունը 1 անգամ անել կամ 2 անգամ։ Արդեն կանչում է մեր ջեռոցը, պատրաստ է արդեն։ Սուրճերը։ Հանենք արդեն սուրճերը։ Ինչ գեղեցիկ սուրճ։ Այո։ Արդեն կարող ենք տեղափոխել։ Տեղափոխենք։ Իսրան դեր կարող ենք արդեն որտեղ։ Հա, տեղափոխենք այստեղ։ Տանձը կարող եմ արդեն հանել։ Այո, կարող եք հանել։ Եվ այստեղ սուրճին ավելացնում ենք 3 թեյ գտալ խտացրած կաթ։ Տանձերը պատրաստ են։ Հիմա նորից այստեղ շաքարավազ կավելացնենք, որ եփվելուց խտանա մեր սոուսը։ Լրիվ թե։ Այո, ամբողջը լցրեք։ Սա էլ այսպես մենք կարող ենք որպես սոուս օգտագործել։ Այո։ Հիմա կարող ենք տանձերի կողք ավելացնել վանիլային պաղպաղակը։ Եվ ձեզ կխնդրեմ, որ մանրացնեք Ընկույզը։ Այո։ Բավական է։ Այո, բավական է։ Հիմա ձևավորում ենք ընկույզներով։ Այսպես Այո, դուք լցրեք։ Եվ այստեղ արդեն մի փոքր թանձրացել է մեր սոուսը։ այո, Այո, մի քիչ էլ կեփվի եւ արդեն կմատուցենք։ հարբած տանձերը։ Տեսնում եք ինչ տեսք ունեն հարբած տանձերը։ Այսպես կանգնում են ու թիկ տուն։ Նաեւ ձևավորման համար կարող ենք նարինջի կեղև օգտագործել։ Պատրաստ է արդեն նաև սոուսը, Այո։ դե արդեն մատուցենք, ժամանակն է։ Հիմա ես մեր դարչինի հատիկները կտեղափոխեմ։ Նորից ձևավորման համար։ Դրանք դարչիններն են։ Այո։ Կդնենք դարչինները։ Սոուսն էլ, որ առաջացել էր գինուց եւ ինչպես նշեցինք գինին, տանձը գինու մեջ է պես, որի մեջ կար արդեն դարչին, մեխակ, նարինջի կեղև ահա, եւ շաքարավազ։
Շատ լավ բարեկամներ, այսքանն էր այսօրվա համար։ Աննա ջան, եթե դու ունես հորդոր խորհուրդ մեր հեռուստադիտողներին, կարող ես, խնդրեմ, այդ առիթը օգտագործել։ Ես ուզում եմ խոսքս հղել այն երիտասարդներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել իրենց մասնագիտության մեջ։ Մենք սպասում ենք ձեզ սիրով եւ կօգնենք ձեր մասնագիտական հմտություններում։ Այո, 9-րդ ուսումնարան, շատ լավ բազա, Նաեւ շատ լավ։ պարոն Մամուլյանի ստուդիա։ Շատ լավ։ Սիրելիներս, ձեր կողմից ուզում եմ ես նույնպես շնորհակալություն հայտնել Աննային, ցանկանում եմ, որ դու շարունակես այդպես ստեղծել, արարել, նաև փոխանցել մեր եկող սերնդին։ Հարբած տանձ Տանձ 3-ից 4 հատ, կարմիր չոր գինի 1 շիշ, շաքարավազ 4-ից 5 ճաշի գտալ, դարչինի փայտիկ 3-ից 4 հատ, մեխակ, նարինջի կեղև, վանիլային պաղպաղակ 100 գրամ։ Թխվածքաբլիթ սուրճի տեսքով Կարակ կամ յուղ 60 գրամ, շաքարավազ 60 գրամ, աղ 2 գրամ, 3 ձվի դեղնուց, թթվասեր 35 գրամ, ալյուր 210 գրամ, կակաո 35 գրամ, լուծվող սուրճ 65 գրամ, փխրեցուցիչ 3 գրամ։ Սուրճ Սև սուրճ 2 թեյի գտալ, ջուր 2 սուրճի բաժակ, խտացրած կաթ 3 թեյի գտալ։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, իսկ քանի որ աղանդերը վերջում ենք մատուցում, ես միշտ ուզում եմ, որ ձեր սերանները լի լինեն, եւ ուզում եմ, որ մենք բոլորս զբաղվենք նրանով, ինչից հասկանում ենք եւ ինչը սիրում ենք, այն մասնագիտությունը, որով զբաղվում ենք։ Ցտեսություն բարեկամներ։